Պետական եկամուտների կոմիտեն մաքսային բարեփոխումների շրջանակում հօգուտ տնտեսվարողի հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Երկրի ներսում պարզեցվել եւ հեշտացվել է արտահանման գործընթացը։ Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները հունիսի 1-ից ապրանքների արտահանման գործընթացն այլևս կազմակերպում են 24/7 ռեժիմով։ Հայաստանից, այդ թվում դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների շուրջօրյա ռեժիմով մաքսային սպասարկումը Երևանում առայժմ իրականացվում է միայն Urban Logistics Service Terminal եւ Վալենիսա ժամանակավոր պահպանման պահեստներում, Լոռու մարզում Վանաձորի գործող մաքսային հսկողության գոտում, իսկ Տավուշի մարզում Բագրատաշենի անցման կետի մոտակայքում գտնվող Այրումում տեղակայված Դամուար գրուպ ժամանակավոր պահպանման պահեստում։ Մինչ այս բարեփոխումը երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին եւ միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում։ Պետեկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հորդորում է արտահանումների ձևակերպումները հնարավորինս իրականացնել երկրի ներսում սահմանային անցման կետերում Հայաստանից ելքի ուղղությամբ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու եւ հերթերից խուսափելու համար։ Համաշխարհային բանկը մեր երկրի համար կլիմայի ու զարգացման զեկույց է պատրաստել, հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանում վերջին տարիներին ավելի հաճախ են լինում բնակլիմայական աղետներ։ Համաշխարհային բանկի մասնագետներն ուսումնասիրել ու կանխատեսում են, եթե ոչինչ չձեռնարկվի, ոռոգման ջրի պակասը 5 տարուց էապես նվազեցնելու է գյուղմթերքի ծավալը։ Պետք է լուծումներ գտնել նաև ներկրվող բնական գազից էներգետիկ համակարգի, ջեռուցման ու տրանսպորտի կախվածությունը կրճատելու ուղղությամբ։ Երկու կարևոր վերափոխում կա, որ զեկույցն առաջ է քաշում Հայաստանի համար։ Առաջինը արևային էներգետիկայի զարգացման միջոցով ներկրվող գազից կախվածությունը նվազեցնելն է ու տնտեսությունը դրան համապատասխանեցնել է։ Երկրորդը ներդրումներն են ջրային համակարգում ու ագրոպարենային ոլորտում կլիմայական նոր պայմաններին ադապտացվելը։ Ջրի կորուստները տեղ-տեղ մինչև 70% են հասնում բնական պաշարների կառավարման ու խելացի գյուղատնտեսությանն անցման պանելային քննարկմանը հարց է բարձրացրել բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։ Մեջբերել զեկույցից Արարատի եւ Արմավիրի մարզերը, որտեղ աճեցվում է երկրի համախառն գյուղմթերքի 38%-ը, խոցելի ոռոգում ունեն։ Թե քիչ ջրով շատ բերք ստանալու ինչ ծրագրերով է պետությունը փորձում աջակցել այգետերերին, ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարարը։ Այն ֆերմերները, այն տնտեսվարողները, որոնք կցանկանան կապիլային ոռոգման համակարգեր ներդնել, չկա սահմանափակում քանակական։ Այս սահմանափակ քանակի համար կառավարությունը փոխհատուցում է 50-ից 60% ծախսերը։ Եվ սա այն մեխանիզմները, որ կառավարությունը այսօր փորձում է առաջարկել այդ հակակարգային համակարգերի 50% փոխհատուցում իրականացնելու։ Զեկույցը ոլորտային պատասխանատուների համար կողմնորոշիչ հաշվարկներ ունի, ինչ ծախսեր են անհրաժեշտ նոր մեխանիզմներով բարելավելու ջրօգտագործման մակարդակը։ Ներդրումներն ընդհանուր որքան գումարի արդյունք կապահովի, երաշտադիմացկուն կուլտուրաների անցնելու հետ միասին գյուղոլորտում խոսքը $2 միլիարդ ավելի աշխատանքի մասին է։ $4.5 միլիարդ էլ գնահատվել է տնտեսությունը արդյունաբերությունից մինչև տրանսպորտ վերափոխելու գործը։ Ներդրման առյուծի բաժինն անհրաժեշտ է այժմ 63%-ով ներկրվող գազից կախված էներգետիկայում արևային կայանների անցնելու համար։ Միջազգային ֆինանսական կորպորացիան մինչև այժմ $1.3 միլիարդ է ներդրել երկրի էներգետիկ ենթակառուցվածքներում։ Օրինակ բերեմ, մասնակցություն ունենք Որոտան կասկադում, Մասրիկի արևային կայանում, եւ սա միայն սկիզբն է։ Հայաստանը հնարավորություն ունի հաղթահարելու կլիմայական փոփոխության մարտահրավերը։ Մենք ձեր կողքին ենք ցույց տալու, որ կանաչ աճը կարող է բարելավել մարդկանց կյանքի որակը։ Զեկույցի համահեղինակը վստահ է մասնավոր ներդրողներն էլ ֆինանսապես ակտիվ կլինեն, որովհետև կանաչ տնտեսությունը նաև եկամտաբեր է։ Ուսանողներին միավորող Case-Key բիզնես խնդիրների լուծման մրցույթը նոր թափ է հավաքում։ Աշխարհում լայնորեն ընդունված կրթական այս մոդելը ներգրավում է ակտիվ, խելացի ու նախաձեռնող երիտասարդների, որոնք վեր են հանում տեղական բիզնեսների խնդիրները, առաջարկում գործնական լուծումներ ու զարգացման ուղիներ։ Case-Key ակադեմիան միտում ունի բերել Հայաստան միջազգային փորձառություններ, գիտելիք եւ ադապտացնել հայկական իրականության մեջ։ Ու հայաստանյան ուսանողներին, այսինքն ոչ միայն սարքել մրցունակ լոկալ մակարդակում, այլ նաև միջազգային մակարդակում, որի արդյունքում մենք կարողանում ենք իրոք որ հավասարին մրցել միջազգային top 50 համալսարանների ուսանողների հետ։
2020-ից ի վեր շուրջ 4000 ուսանող արդեն միացել է նախաձեռնությանը տարբեր բուհերից ու տարբեր մասնագիտություններով, նրանցից 900-ը հաղթահարել է մրցութային փուլերը, ձեռք բերելով բիզնես մտածողություն, վերլուծական հմտություններ եւ թիմային աշխատանքի փորձ, իրական կամ մոդելավորված բիզնես խնդիրների լուծման միջոցով։ Այս տարի Case-Key մրցույթին երիտասարդների հետ աշխատելու են 2 միջազգային փորձագետներ Միացյալ Նահանգներից եւ Լիբանանից։ Բեյրութի ամերիկյան համալսարանի հայազգի պրոֆեսոր Հակոբ Փանոսյանը մեծ ողջավորությամբ է ընդունել հրավերը, նա կներկայացնի բիզնես ռազմավարության մշակման ժամանակակից մեթոդները եւ ուսանողներին կփոխանցի իր տարիների փորձը։ Նրա հետ Հայաստան են եկել նույն բուհի այն ուսանողները, որոնք վերջին 2 տարում հաղթել են միջազգային բիզնես մրցույթներում։ Նախաձեռնությանն աջակցում են մի շարք տեղական գործընկերներ։ Case-Key 2025-ը կհամախմբի 27 թիմի շուրջ 220 մասնակցի, որոնք 6 ամիս կստանան գործնական գիտելիքներ։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 1.6%-ով, կազմելով բարելի դիմաց $70.26։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 1.1%-ով, կազմելով բարելի դիմաց $60.71։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.1%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3406։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 0.8%-ով եւ կազմել մեկ հատի համար $104,950։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ հունիսի 13-ի տվյալով ամերիկյան դոլարը արժեցել է 383 դրամ 23 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 440 դրամ 91 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 82 լումա։